Նոյեմբերը կլինի զբաղված ամիս։ Ամսվա կեսերին տեղի կունենա խոշոր էներգետիկ նորացում։ Մերկուրին կսկսի շարժվել աղեղնավորի միջով, արթնացնելով նոր գաղափարներ, իսկ երկվորյակների մեջ լիալուսինը կբերի ֆինանսական պարզություն, հատկապես նրանց համար, ովքեր վաղուց փնտրում են ուր գնալ հաջորդը։ Հարցի պատասխանը։ Ավելացրեք դրան Յուպիտերի աճող ակտիվությունը եւ դուք կունենաք հնարավորությունների իսկական աստղային փոթորիկ։ Եվ կան 3 կենդանակերպի նշաններ, որոնք հատկապես նախընտրելի են այս ամսվա համար։ Նրանք ոչ միայն բախտավոր կլինեն, այլև դրամական էներգիան բառացիորեն կհոսի իրենց ուղղությամբ։ Նրանց մասին մենք կխոսենք առանձին։ Ջրհոսներ։ Ջրհոսներ, պատրաստվեք։ Նոյեմբերը ձեր լավագույն ժամն է ֆինանսական ոլորտում։ Այն, ինչ նախկինում թվում էր պարզապես երազանք, կսկսի իրականություն դառնալ։ Դուք կարծես դուրս կգաք սպասողական ռեժիմից եւ վերջապես կձեռնարկեք գործողություններ, եւ դուք ճիշտ կանեք։ Աստղերը խոստանում են եկամտի աճ, հատկապես եթե չեք վախենում փորձել նոր մոտեցումներ։ Հնարավոր են անսպասելի առաջարկներ եւ նախագծեր, որոնք ոչ միայն լավ եկամուտ կապահովեն, այլև գործողության ազատություն։ Ոմանց համար դա կարող է լինել ազատ աշխատանք կամ հեռավոր աշխատանք, իսկ մյուսների համար պաշտոնի բարձրացում կամ երկար սպասված բոնուս։ Եթե դուք ունեք գաղափարներ, որոնք կապված են ինտերնետի, տեխնոլոգիաների կամ կրթության հետ, հիմա ժամանակն է դրանք իրականացնելու։ Գումարը կհոսի այնտեղ, որտեղ կա ստեղծագործականություն եւ նորարարություն, եւ ջրհոսը միշտ էլ ունեցել է դրանցից շատ։ Գլխավորը էներգիան կասկածի վրա չվատնելն է։ Նոյեմբերին ձեր որոշումները բառացիորեն լցված են ինտուիտիվ ճշգրտությամբ։ Եթե զգում եք, որ արժե ռիսկի դիմել, ապա դա արժե անել։ Երկվորյակներ, ֆինանսական հաջողությունը ձեզ կժպտա նոյեմբերի առաջին օրերից, բայց միայն նրանց համար, ովքեր գիտեն, թե ինչպես օգտվել պահից։ Սա արագ հնարավորությունների ժամանակ է։ Տատանվեք եւ ինչ որ մեկը կխփի ջեքփոթը։ Դուք կարող եք հնարավորություն ունենալ կնքել շահավետ գործարք, ապահովել պատվեր, գտնել կեսդրույքով աշխատանք կամ սկսել բիզնես, որը շատ ավելի շուտ պտուղ կտա, քան դուք սպասում եք։ Բայց աստղերը զգուշացնում են ձեզ։ Մի ցրեք ձեր էներգիան։ Կարևոր է կենտրոնանալ մեկ ուղղության վրա եւ առավելագույն ջանքեր ներդնել դրա մեջ։ Եթե նախկինում ֆինանսական անհանգստություն եք ունեցել, նոյեմբերը կթեթևացնի այն եւ դուք վստահ կլինեք, որ ճիշտ ուղու վրա եք։ Սա հատկապես բարենպաստ ժամանակ կլինի նրանց համար, ովքեր զբաղվում են վաճառքով, լրատվամիջոցներով, ուսուցմամբ կամ հաղորդակցությամբ։ Այն ամենի համար, ինչը պահանջում է խոսել, գրել, համոզել եւ ոգեշնչել ուրիշներին։ Մի վախեցեք ցուցադրվել, որքան շատ ցուցադրվեք, այնքան շատ գումար կստանաք։ Ամսվա գլխավոր կանոնն է՝ մի նստեք ստվերում, քանի որ շահույթը նպաստում է տեսանելիներին։ Ձկների համար նոյեմբերը երկար սպասված կայունության եւ նյութական բավարարվածության ամիս կլինի։ Անորոշության շրջանից հետո դուք վերջապես կզգաք, որ ձեր ոտքերի տակ հողը ամրապնդվում է։ Հնարավոր է ինչ որ մեկը մարի հին պարտքը, հայտնվեն նոր հաճախորդներ կամ նախագծերը, որոնց մեջ մի ժամանակ ներդրել եք ձեր ժամանակն ու հոգին, սկսեն արդարացվել։ Ֆինանսական հաջողությունը կարտահայտվի ոչ թե հանկարծակի հաղթանակների տեսքով, այլ ձեր անցյալի ջանքերի արդյունքում։ Կարծես թե դուք համբերության պարգևներ եք քաղում։ Ստեղծագործական կամ մարդասիրական ոլորտներում աշխատողները պետք է սպասեն հատկապես հաճելի անակնկալների։ Ձեր տաղանդը եւ մարդկանց նկատմամբ զգայունությունը պահանջված կլինեն։ Կարևոր է բաց չթողնել հնարավորությունը։ Մի մերժեք առաջարկները, նույնիսկ եթե դրանք փոքր են թվում։ Դրանք կարող են վերածվել ավելի մեծ բանի։ Աստղերը նաեւ հուշում են՝ մի պահեք ձեր գումարը ստվերում, ներդրեք այն ինչ որ բանի մեջ, ինչը կամրապնդի ձեզ՝ կրթություն, առողջապահություն, զարգացում։ Սա այն ժամանակն է, երբ ձեր ծախսածը կվերադարձվի կրկնակի։ Շարժվելով առաջ ձեզ ենք ներկայացնում կենդանակերպի այն նշաններին, որոնց բարեհաճ կլինի աստղերը այս նոյեմբերին։ Կան պահեր, երբ կյանքը կարծես ինքնուրույն փոխում է իր հետագիծը։ Դռները հեշտությամբ բացվում են, զրույցները հոսում են բնականաբար եւ հնարավորությունները այնքան կատարյալ ժամանակին են ի հայտ գալիս, որ դժվար է դրանք պատահականություններ անվանել։ Այդպիսի օրերին դուք հանկարծ նկատում եք, թե ինչպես է արտաքին աշխարհը համընկնում ներքին աշխարհի հետ, կարծես անտեսանելի մեխանիզմը սեղմում է եւ ամեն ինչ համընկնում ցանկալի ուղու հետ։ Անկախ նրանից, թե դուք քայլում եք ծանոթ փողոցով, թե ձեռքում հեռախոս եք պահում, ներսում լուր համաձայնություն է հնչում։ Այո, հենց այդպես էլ պետք է լինի։ Սա աղմկոտ հեղափոխությունների եւ տեսարանների քանդման ժամանակ չէ։ Սա փոփոխությունների շաբաթ է, որը սկսվում է հանգիստ ներսից, ապա ընդլայնում դեպի դուրս, այնպես ինչպես դուք հետագայում կանվանեք շրջադարձային կետ։
հետ։ Սկզբում միտքը հանկարծ պարզ է դառնում, կարծես երկար ժամանակ մթության մեջ կարդացած արտահայտությունն այժմ լուսավորվում է։ Ապա ի հայտ է գալիս մի ճշմարտություն, որն այլևս չի կարելի անտեսել։ Եվ ապա մի փոքրիկ որոշում, գրեթե աննկատելի, նրբորեն, բայց հզոր կերպով վերափոխում է ամբողջողությունը։ Երկվորյակներ։ Երբ ներքին ձայնը դառնում է ուղեցույց, այս շաբաթը գալիս է ոչ թե աղմուկոտ ճնշմամբ կամ կտրուկ շրջադարձերով, այն գալիս է անաղմուկ, այլ զարմանալի պարզությամբ։ Զգացում է, որ ամիսներ շարունակ մտավոր խառնաշփոթից հետո դուք վերջապես վերամիավորվել եք ինքներդ ձեզ հետ։ Ներքին կողմնացույցը, որը կարծում եք, որ կոտրված է, հանկարծ կրկին ցույց է տալիս ճիշտ ուղղությամբ, ասեղը կանգ է առնում եւ ավելի հեշտ է դառնում գտնել ձեր իրական հյուսիսը։ Խնդիրը տաղանդի կամ կամքի ուժի մասին չէ։ Սա պարզության հարց էր։ Դա այն պարզությունն է, որը գալիս է ոչ թե ավելի խորը մտածելու փորձից, այլ ճիշտը զգալու ունակությունից։ Եվ հենց սա է փոխվում նոյեմբերի առաջին շաբաթում։ Կարծես դուք ավելի խորը շունչ եք քաշում, քան սովորաբար, եւ ձեր սիրտը կարողանում է հասնել ձեր ուզածին։ Այդ եղջյուրներ։ Համառությունը արդյունք է տալիս եւ այս անգամ դուք զգում եք այն։ Նոյեմբերի առաջին շաբաթը բերում է շրջադարձ, որը զգացվում է եւ արժանի եւ խորապես հաստատող։ Սա այն տեսակի հաջողությունը չէ, որը պահանջում է բեմ, այլ լուռ, բայց ամուր հաստատում։ Ամեն ինչ, ինչ դուք կառուցել եք, վերջապես միավորվում է։ Ձեր աշխատանքը նկատվում է։ Ձեր հուսալիությունը վստահվում է։ Ձեր հետևողականությունը պարգևատրվում է։ Եվ ամենակարևորը, դուք չեք սպառվել, դուք կենտրոնացած եք։ Լռության մեջ կատարած աշխատանքը այժմ բավարար է ձեր փոխարեն խոսելու համար։ Եզերական խթան ձեր նկրտումներին, Մարսը աջակցում է ձեր կառավարիչ Սատուրնին, ապահովելով էներգիա առանց քաոսի եւ արագացում առանց ճնշման։ Այն, ինչ մի ժամանակ թվում էր դժվար, դառնում է կառավարելի։ Կանգ առած ծրագրերը առաջ են շարժվում։ Բանակցությունները մոտենում են ավարտին։ Երկար սպասված նախագծերը ցույց են տալիս աճ, եւ դուք գիտակցում եք մի կարևոր բան՝ դուք երբեք չեք շեղվել։ Դանդաղ տեմպը գործընթացի մի մասն էր։ Ուշացումները խոչընդոտներ չէին, այլ հիմք, ձեր մեթոդը չափված էր, ոչ թե դանդաղ կոդ։ Ձեր դիմացկունությունը պասիվություն չէր, այլ ուժ, որն այժմ շահաբաժիններ է տալիս։